Այսօր մեր դպրոցում ուսմանդրներն են բացվում, զանգն է դասարան կանչում, բարի գալուստ է մեզ մաղթում, տարին ինչպես սկսվի, այդպես էլ կավարտվի, թող այս տարի լավ սովորենք և գերազանց մենք ավարտենք, սեպտեմբերի 1-ը լուսավոր տոն է, այսօր շատ կարևոր օր է, սեպտեմբերի 1-ը մեր տոն է, գրի դպրության և գիտելիքի օրն է, սեպտեմբերի 1-ը լուսավոր տոն է, այսօր շատ կարևոր օր է, սեպտեմբերի 1-ը մեր տոն է, գրի դպրության և գիտելիքի օրն է։ Տարբեր առարկաներ ու շատ գիտելիքներ, նոր ուսուցիչները մեզ Ինչ գեղեցիկ եղանակ է, տարվա որ եղանակն է։ Աշունը քանի ամիս ունի։ 3, ուսուցիչ տեղից չեք ասում, 3 ամիս։ Որոնք են։ Շատ ապրեք։ Աշնանու մասին որևէ բան գիտեք։ Ուրախ զվարթ մի փոքրիկ շուն խաղ է անում անտառում, հենց մոտ եկավ ատառը, տեղին ներկվեց անտառը, տեսնես ինչն է պատճառը։ Աշունը։ Աշնանը ինչ է տեղի ունենում, կարող եք ասել։ Արտակ ջան, մի հատը ձեռքդ իջեցրու, աշնանը ինչ է լինում։ Արագիլները գնում են տակ երկիր։ Տակ երկրներ։ Տեղնա թափում են։ Այո, տերևները թափվում են։ Երեխաները տակ են հագնում, ոչ մրսեն։ Արևը քիչ է տաքացնում։ Աշնանը աջև է գալիս։ Աշնանը տերևները վարելով թափում են։ Աշնանը ցստում են, արդեն պիտի ձմեռ կա։ Աշնանը մրգերը հասունանում։ Այլ շատ բաներ ասացիք աշնան մասին։ Իսկ ձեր մասին որևէ բան գիտեք։ Օրինակ ես իմ մասին գիտեմ, որ ես հայ եմ, իսկ դու։ Ես հայ եմ։ Ձեր երկիրը։ Ձեր լեզու։ Ձեր եկեղեցի։ Ձեր դրոշը։ Ձեր մարզը։
Լեռնագոգը շատ գեղեցիկ գյուղ է։ Այն գտնվում է լեռների գոգին։ Լեռնագոգում ապրում են շատ բարի ու աշխատասեր մարդիկ։ Լեռնագոգը հայտնի է բոլորին իր բարի, գեղեցիկ և բարեկիրթ բալիկներով։ Ես սիրում եմ իմ գյուղը։ Դուք սիրում եք ձեր գյուղը։ Այ ես Լեռնագոգի մասին պատմեցի։ Ինչ էր դա։ Պատմություն է, շատ ճիշտ է։ Ինչ է պատմությունը։ Ինչ է պատմությունը։ Ասա։ Ասրես։ Էլ ինչ է պատմությունը։ Ով կասի, Ասրադանա ջան։ Պատմությունը կազմված է նախադասություններից։ Էլ ինչ գիտեք։ Պատմությունը ունի սկիզբ, ընթացք և ավարտ։ Էլ ինչ գիտես։ Պատմություն ինչ ես անում։ Պատմությունը Պատմությունը ունի վերնագիր։ Պատմությունը ունի վերնագիր։ Պատմությունը պիտի մի կարտահայտի։ Ճիշտ է։ Էլ ինչ գիտեք պատմության մասին։ Դու արի գծի պատմության գծապատկերը։ Պատմությունը ունի սկիզբ, ընթացք և ավարտ։ Պատմությունը պիտի միտք ունենա։ Պատմությունը կազմված է նախադասություններից։ Պատմությունը պիտի ունենա վերնագիր։ Պատմությունը այն է, որ երեխաները պատմում են։ Մենք բոլոր գեղեցիկ եք նստում, պատմության մասին խոսեցինք։ Ասացիք պատմությունը ինչերից էր կազմված։ Նախադասություններից։ Իսկ նախադասությունը ինչերից էր կազմված։ Նախադասությունը կազմված էր բառերից։ Դու արի նախադասության գծապատկերը գծի, իսկ մենք նախադասություններ կկազմենք բառերից մի վայրկյան։ Ես հիմա ասում եմ բառեր։ Տեսեք, նախադասություն կլինի թե ոչ։ Աշուն, կոնֆետ, կոշիկներ, ջուր։ Ինչու՞։ Չարտահայտեց լավ։ Առավոտյան արևը ժպտաց աշխարհին։ Ինչու՞ լավ տվեցիք։ Շատ ապրեք, դու կարող եք նախադասություններ ասել։ Ասել մաղջի։ Ես առավոտյան արթնացա։ Ես առավոտյան արթնացա։ Ամենը աղում է գիրաս։ Ամենը խաղում է կերաս, շատ սիրուն նախադասություն է։ Լարիսա ջան, դու կասես։ Իմ պապիկը գործ է անում։ Շատ գեղեցիկ ես։ Արան կրիվ է խաղում։ Շատ մեր դասերից է, շատ լավ է։ Ասա բան։ Ես առավոտյան քնիչա թաչա, ատամերը դեվաչի եկա դեբոչ։ Ամպրես, դու երեք նախադասություն միասին ասացի։ Հայրիկը հեռում ավտոմեքենան է վերանորոգում։ Հայրիկը ավտոմեքենան է վերանորոգում, շատ լավ է։ Ասա Թամարա ջան։ Մայրիկը ուտելիքներ է դնում։ Ահա, մայրիկը ուտելիքներ է դնում սեղանին։ Շունիկը գայայի հետ խաղում։ Շատ ապրես, Շունիկը կրայի հետ խաղում է։ Մի հատ է իմ տղան կասի, ասա իմ տղա։ Պապիկը նստած է ծառի տակ հանգստանում է։ Ես ասում Շատ լավ։ մեղուները սաղարքներս մեկ տար են հավաքում։ Գեղեցիկ նախադասություն է, ոչ թե մեկ տար, այլ նեկտար։ Նեկտար են հավաքում։ Շատ ապրեք։ Վերջ կա։
Ինչերից է կազմված։ Բառերից։ Նախադասությունը կազմված է բառեր։ Նախադասությունը ինչ պիտի արտահայտի։ Պիտի արտահայտի մեջ արդեն կարողացանք մի քանի բանաստեղծություն։ Համապատմությունը պիտի մարդի այո, եւ պատմությունը պիտի մի արտահայտի եւ նախադասությունը։ Մենք իրավունք ինչպես ենք խոսում, նախադասություններով, բառերով չենք խոսում։ Ինչ սխալ է արել, ով կասի, ինչ սխալ է արել, ձերքով, Արմինե ջան, ինչ սխալ է արել։ Մեծատար եւ վերջակետ։ Նախադասությունը պիտի սկսվեր մեծատառով եւ դրվեր վերջակետ։ Ճիշտ է։ Նախադասությունը ինչերից է կազմված։ Եկեք մեր նախադասության մեջ տեղադրենք բառեր։ Այսա ինչ գիծ է երեխաներ։ Այո, նախադասությունը սկսվում է մեծատառով։ Ինչ երկու կետիկներ է։ Այո, նախադասության վերջում դրվում է վերջակետ։ Դե եկեք մեր նախադասությունը կազմենք։ Դրսում գեղեցիկ աշուն է։ Տեղադրենք։ Դրսում գեղեցիկ աշուն է։ Մի հատ կարդանք։ Դրսում գեղեցիկ աշուն է։ Ինչ գիծ է սա։ Այո, նախադասությունը սկսվում է մեծատառով։ Ինչ կետ է սա։ Այո, իմ նախադասությունը ինչերից է կազմված։ Բառերից։ Շատ ապրեք, իմ նախադասությունը կազմված է բառերից։ Բառերը պիտի միանան իրար եւ ինչ արտահայտի։ Ինչ արտահայտի, շատ ապրեք։ Դրսում գեղեցիկ աշուն է։ Եկեք մի հատ այս նախադասության կենդանի մոդելը կազմենք։ Լավ։ Աշուն, այո։ Դու ո՞ր բառն ես։ Աշուն, աշուն եւ մինասը թողա է։ Միասին կարդանք նախադասությունը դրսում գեղեցիկ աշուն է։ Բոլորս միասին կարդում ենք դրսում գեղեցիկ աշուն է։ Վայ, սա ինչ է նշանակում։ Այո, նախադասությունը սկսում ենք մեծատառով։ Էս ինչ է սկսի նշանակում։ Նախադասության վերջում դնում ենք վերջակետ։ Դու ո՞ր բառն ես, ասա։ Դրսում գեղեցիկ աշուն է։ Դու ո՞ր բառն ես։ Դու աշուն, իսկ դու է։ Մի հատ էլ կարդանք նախադասությունը։ Դրսում գեղեցիկ աշուն է։ Շատ ապրեք, ծափարեք մեր նախադասության։ Մեր նախադասությունը կազմված է բառերից։ Եկեք վերցնենք աշուն բառը, լավ։ Այստեղից բերենք եւ կազմենք։ Ահա։ Գծա պատկերը։ Սա ո՞ր բառն է։ Աշուն, ո՞ր բառն է։ Այստեղ երեխաներ որ չկարդաց բառը, բոլորը կարդում են աշուն։ Եկեք վանկերով ասենք։ Միասին։ Քանի վանք ունի։ Շատ ապեք, կարող եք այն երկու վանկով բառ ասել։ Ո՞րն է, ասա։ Շատ ապեք։ Ասալը գիշկը։ Գիշկ, քանի վանք։ Մեկ վանք, այո։ Երկու վանկանի բառեր եք ասում, երկու ասում եմ աղջիս։ Ճիշտ է։ Ասա։ Այո։ Ճիշտ է։ Շատ ապրեց։ Երկու վանք։ Ասա Ադամա ջան։ Ասա դու է։ Շատ ապրեց ի վերջին։ Երկու
Ասարան արտակջան։ Պետր։ Իմ տղաներ ասի։ Աս ինչ պար։ Պար։ Քանի մանկ ունի։ Մեկ վանք։ Նստի։ Ահա։ Վառերը ունեն վանկեր։ Ապրեք։ Հիմա ուշադիր։ Եկեք աշունը հնչյուններով ասենք։ Քանի հնչյուն ունի։ Ինչ է հնչյունը։ Ինչ է հնչյունը։ Հնչյունը ինչ է։ Ասա իմ արջի։ Ճիշտ է, ով կկրկնի, ինչ է հնչյունը, ինչ է հնչյունը։ Ճիշտ է, իսկ եթե գրեմ ինչ կդառնա։ Ես հնչյուն եմ, ոտում ակում սնչյուն եմ, ես դրեցի բարև ես, իրեմ արդեն բարև ես, հենց դրեցի բարև ես, իրեմ արդեն բարև ես։ Բայց շատ ապրեք, մեր կապեք թեթևանան, կապեք թեթևանան։ Հնչյունները, եկեք աշունը ասենք, ես գրեմ, գծեմ, 3-4 հնչյունները քանի տեսակ են որոնք է ով ասի հնչյունները քանի տեսակ են լինում ասա իմ տղա որոնք է ձայնավոր և բաղաձայն ես մի բան եմ մի օր ձեզ ասել արեն ինձ նայի և դու դեռ չգիտես այ հայերենը քանի հնչյուն ունի 30 Անահիտ իսկ քանի տար ունի 32 ասացիք հնչյունները լինում են ձայնավոր և կարնակ ասել որն է ձայնավոր չի լսում ինձ այ իմ տղան ձայնավոր ինչու է ձայնավոր կարնի այո էդ որը կարող են արտասան քանի ձայնավոր հնչյուն եղավ կարող է ձայնավորների մասին մի ոտանավոր ասել Մեզ ասում են ձայնավոր, չէ որ խոսքում բանավոր, մեր տեղն ունեն կարևոր, առանց մեզ լավ չեն կազմի, բաղը հստակ չեն խոսի, 6 կարևոր հնչյուն են, 6 կարևոր ձայնավոր։ Քանի ձայնավոր հնչյուն կա? Ձայնավորները արտասանում են, եկեք մի խաղ խաղանք։ Ես կասեմ հնչյունը, եթե ձայնավոր է, դու ծափով ձայն կհանեք, Լևոնը ինձ չի լսում։ Եթե բաղաձայն է, ինքը կարճ է, չէ՞ արտասանում, կլռեք։ Ուշադիր։ Այսինքն ինչ հնչյուններ։ Ինչ հնչյուններ, ձայնավոր է, թե բաղաձայն։ Բաղաձայն։ Կա։ Ինչից իմացաք բաղաձայն։ Ինչից իմացաք բաղաձայնի, ասանը։ Եվ արգելք եղավ, կա, եկեք հլը ճեն ասենք, ճեն, ինչ հնչյուն է, այո, բաղաձայն է, լև ճան մի հատ ասա, ասա լև ճան, բաղաձայն է, ճեն, ինչ է, այո, այն եկա մտան մեջ և թույլ չտվեց, շատ ճիշտ է, ին ասենք, եկեք ասենք, Ձայնավոր է, շատ ապրեք,
Այո, սիրելի երեխաներ, այսօր մենք ոտք ենք դնում մի աշխարհ, տարերի աշխարհ, որ մեզ նվիրել է Մեսրոպ Մաշտոցը։ Գիտեք, Մեսրոպ Մաշտոցը շատ խելացի է։ Նա շատ լեզուներ է իմացել, արամերեն, հուներեն, հայերեն, պարսկերեն։ Մաշտոցը համայն հայության ուսուցիչն է։ Իմ ուսուցիչը ինչ? Շապու? Ճապոներեն չէ, ճապոներեն չի իմացել, Ատար ջան, ճապոներեն դու կսովորես, հասկացա՞ք։ Գիտեք, Մաշտոցը իմ ուսուցիչներ է եղել, իմ մայրիկի ուսուցիչն է եղել, իմ պապիկի ուսուցիչն է եղել, ձեր պապիկ տատիկների ուսուցիչներ է եղել, այսինքն նա մեր բոլորի ուսուցիչն է։ Մենք այսօր պետք է ունենանք Այբուբենի բանալին, այն Այբուբենի, որ մեզ նվիրել է Մեսրոպ Մաշտոցը։ Գիտեք ինչ է, Այբուբենը տարրերը ունեցել են անուններ, օրինակ Ատարը ունեցել է անուն Այբու, Բեն ունեցել է անուն Բեն, միացրել դարձել է Այբուբեն, եկեք միասին արտասանենք, Այբուբեն, գիտեք Այբուբենը հայերեն հնչյունների տարրերի հաստատուն շարքն է, հայերենը այդ տարրերը Արյանան ինձ չի նայում, գրում են և կարդում, այդ տարրերը լինում են տպագիր, որ մենք գիրք ենք կարդում, տեսեք, կարդում ենք տպագիր, հենց գրեցինք կդառնա ինչ, կդառնա ձեռագիր, ճիշտ է, այսինքն Այբուբենը մեզ ժառանգել է ով? Մեսրոպ Մաշտոցը։ Դավիթ, հələ կանգնի, դու որևէ բան գիտես, քո փոքրիկ կյանքում դու որևէ բան գիտես փոքրիկ ոտանալու, հələ կանգնի իմ տղա, արտասանի, բարձր, իմ այսօրը սիրուն արտասանի։ Փոքրիկ կյանքում անամես տոն ացոքո ացին էդն ընթայքում աղնան եմ փավ։ Շատ ապրես, հիմա Մարգարիտ ջան, դու հələ։ Հայերը տարերին այսօրվանից իմ դեկավերկանքի բոլոր ճամփաներում պիտի միշտ քալեմ ձեզ է։ Ապրես։ Այբուբենն է։ Այբուբենը բացել այսօր այբի դաս է բարև այբ դու ասպետ ես ամենազոր հազարամյա մեհիր հայ։ Բայց դու շատ ապրես։ Մենք այսօր ծանոթանալու ենք Այբուբենի առաջին տարրի։ Որ տարրի։ Մի հատ բոլորս ասում ենք, ձերքերով ասում ենք բարև, երեք չոր։ Ձեզ դուր եկավ, Գեղեցիկ, մի հատ շոշափեք բոլորը, շոշափեք, կպեք վերադառնի, կպեք։ Մի հատ բոլորը, սիրուն կպեք։ Սա ամենակարևոր պահն է, որ առաջին անգամ մենք պիտի ծանոթանանք Այբուբենի առաջին տարրին։ Իսկ դու գիտեք ինչու է Այբուբենի ինչու է առաջինը։ Չգիտեք, դե հիմա լսեք մի բան պատմեմ ձեզ, ուշադիր։ Մի անգամ Այբուբենի բոլոր տարրերը վիճում են, թե ով պիտի կանգնի առաջին շարքում։ Դեռ չգիտեր չեն ասում են ես պիտի կանգնեմ։ Եվ Այբուբենը զայրացավ ու ժողով հրավիրեց։ Ասաց վաղը, բոլորդ կգաք ժողովի և կորոշենք, թե ով պիտի լինի առաջին շարքում։ Չեն ասաց ես պիտի լինեմ, ասաց վաղը սպասում եմ։ Բայց քանի որ չեն, շատ չարաճճի եք ու չաչանակ։ Լրի, ես բան եմ պատմում, ասիս ջան, ասաց չեն շատ չարաճճի, ընկավ ու ուշացավ, չեն չկարողացավ կա, խան որոշեց գնալ, բայց քանի որ շատ էր սիրի խաղալ, ինքն էր մնաց, ջան սկսեց ճեմել գնաց, եկավ, դնդանդաղաշ
շարժեր։ Գան դժի նման աջ ու ծախ էր ընկնում, և բոլորը ուշացավ։ Միայն առավոտյան, տարն էր, որ ձեր նման գեղեցիկ հագավ, կապեց և շարժվեց առաջ։ Ու առաջինը ինքը մտավ Այբուբեն։ Այբուբենը նրան շատ սիրեց և ասաց, այսօրվանից դու կլինես իմ ամենաառաջին տառը, և դրա համար պարտաճանաչել։ Ես շատ կուզենամ, որ դուք բոլորդ ատառի նման պարտաճանաչ բարիքներ լինեք։ Լավ է։ Այո։ Շատ ապրեք, շատ ապրեք։ Ուշադիր։ Եվ այդ օրվանից սկսեցի տարով նախադասություններ կազմել, անուններ դնել։ Ես խնդրում եմ մեր դասարանում կանգնեն այն աշակերտները, որոնց անունները սկսվում է ատարով։ Ալես։ Ապրես։ Արտա։ Ադանե։ Ալպի։ Ալա։ Ալանե։ Ալե։ Անգելինա։ Ինչքան գեղեցիկ անուններ կան, նստեք։ Դե հիմա մի բան եմ ասում, նստեք, դուք գիտեք, որ մենք ունեցել ենք մայրաքաղաքներ շատ։ Հիմա մեր մայրաքաղաքը Երևանն է, բայց առաջ շատ մայրաքաղաքներ ենք ունեցել։ Ունեցել ենք մայրաքաղաքներ, որոնք սկսվել են ատարով։ Կարող եք հիշել։ Այո, սկսվող։ Ձերքով, ասա։ Անի, Արտաշատ, Արբավիչ։ Անի, միասին։ Անի, Արտաշատ, Արբավիչ։ Լավ, դուք գիտեք, մենք շատ թագավորներ ենք ունեցել, որոնց անուններն են սկսվել Լարիսա։ Արագ Գեղեցիկ։ Ասա, ուրիշ, արագ, Արտավազ։ Արտավազ, Արագակ։ չէ, Արտաշես։ Արտաշես, շատ ապրեք։ Դուք գիտեք, մենք սա լերներ են ունենք, որը սկսվում է ատարով, չէ, ասա նարեք։ Արարատ, ով է ասում, ասա նայրակ։ Ինչ։ Արագատ, էստեղ։ Արալեր, շատ ապրեք, դե հիմա ուշադիր, մենք գետեր են ունենք, որը սկսվում է, ասա, արաքս, գետ, ասա, Արմոյգյոր, արելի է, դե մեր երգյուղում է, Արածանի, Ախուրյան, շատ ապրեք, բայց, մի կարևոր բան եմ ասում, մենք ունենք շատ նվիրական անուն, շատ նվիրական բարեր, որոնք սկսվում են ատարով, գիտեք որոնք են, Այո, սկսվում են ամենանվիրական անունները, Աստված, Արարիչ։ այո, Աստված, Արարիչ, Աղոտք, Աստվածաշունչ, բաց է, սրանք շատ կարևոր բարեր են, որոնք գրվում են Այբուբեն։ Մենք կյանքում երբեմն, Լարիսա ջան, երբեմն մեզանից անկախ արտասանում ենք ահնչյունը։ Օրինակ, երբ ուրախանում ենք, պատկերացրեք, ձմեր պապին մտավ, ինչ ենք անում։ Դուրը թակեցին, ձմեր պապին չէր։ Հիասթափվեցին։ Տխրեցին։ Մեր ոտքը քերծեցին։ Տեսնում եք, մենք զարմացանք։ Անընդհատ մենք արտասանում ենք, այո, արտասանում ենք։ Մի բաներ եմ ուզում ասել։ Նայեք, ատարը ինչ գույն է։ Կարմիր։ Ով չլսեցին, էլի արտակը, էլով գիտեք ինչու է ատարը կարմիր, որովհետև մեզրով մաշտոցը իր սրտից է հանում, որովհետև ատարը տարբեր կռիվների է մասնակցել և հաղթել։ Ատարը շատ ճանապարհներ է անցել և դրա համար է ամեն տեղ մենք գրում ենք կարմիրով, մանավանդ երբ գրում ենք տպագիր։ Լսում ես ինձ դու, Նարեկ ջան։ Ապրես որ լսում ես, շատ ապրես։ Ես ճիշտն ասած ուզում եմ որ
Մի հատ նայենք Մեսրոպ Մաշտոցին։ Շատ ապրեք։ Առաջինը որ տարներ մեզ նվիրել։ Դե հիմա նայեք, ինչ հետաքրքիր է ան։ Նայեք, երկու փոքրիկ գետակ գալիս միանում են իրար։ Եվ այս կողքից մի փոքրիկ արվակ է գնում։ Հեշտ է երեխաներ։ Երկու փոքրիկ ինչ։ Գետակ գալիս ինչ են անում իրար։ Միանում են իրար եւ կողքից մի փոքրիկ արվակ։ Եվ մենք ստանում ենք ատարը։ Մենք ստանում ենք ատարը։ Շատ ապրեք։ Հիմա ուշադիր ծանոթ է այս նկարը ձեզ։ Այո։ Որտեղ է։ Ձեր Այբենարանի առաջին էջը։ Ապա նայեք։ Շատ ապրեք, շատ ապրեք։ Հիմա բացեք ձեր դասագիրքը։ Բացեք որտեղ որ մենք հասել ենք։ Տեսա՞ք։ Նայեցի։ Նայում եք այստեղ սիրելի երեխաներ։ Նայում եք այստեղ։ Այստեղ գրված է տպագիր Այբենարան։ Այբենարանը մեզ նվիրել է Պատվարժան Վաչական Սարգսյանը։ Չեք մոռանա։ Իսկ տարրերը մեզ ով է նվիրել։ Շատ ապրեք։ Հիմա բացեք ձեր դասագիրքը, շատ ապրեք ու ուշադիր ինձ եք նայում։ Այ ես ձեզ ցուցադրում եմ ատարը, տպագիր ատարը, տեսեք, ա մեծատար, ա փոքրատար։ Երբ մենք պատմություն ենք գծում, պատմությունը ինչ պիտի ունենա։ Վերնագիր։ Բոլոր վերնագրերը դնում ենք մեծատարով։ Մատը բոլորը դնում ենք ատարի վրա։ Ա մեծատար, ա փոքրատար։ Միասին։ Միասին բոլորը նայում են իմ ատարը ինչ չէ, Թամարան չի նայում։ Մատը ձեր դասագրքի այն, միատ շոշափեք ձեր դասագրքի այն, շոշափեք, գիտեք, սա շատ անպահ է, ա մեծատար, ա փոքրատար, տեսեք, Թամար աչի նայում ինձ, ուշադիր, հիմա իմ մատին եք նայում, սա Արարատյան դաշտավայրն է, նարեք, հեռվից երևում է Արարատ սարը, երկնքում արևն է, ամպերը և արծիվը, երեխաները հիանում են Արարատ սարը, ներքևում ինչ եք տեսնում, կամուրջի վրայով ինչն է անցնում, ավտոբուսն է անցնում, բարդիների արանքից ինչ կենդանի է վազում, Աղվեսը, խաղողի վազի մոտ, այ որ թրջունն է, աղլորը, իսկ բարդիներին աչ կողում արևածաղիկն է, գեղեցիկ է, չէ, Արարատյան դաշտը, շատ գեղեցիկ է, դե հիմա լսեք ինձ, նկար պատմությունից հետո, ներքևում ինչ նկար եք տեսնում, այս արծիվ, այո, արծիվ, վանկերով կարդանք, արծիվ, քանի վանք է, երկու վանք, երկու զանգավոր ընչություն, այ յուրաքանչյուր տառը ունի իր բանաստեղծությունը, ես արծիվն եմ երկնավոր, կարող եք հիշել, թրջունների թախավոր,
Գնացինք կողքը։ Այ ինչ նկար է սա։ Միասին մատով։ Մենք ծափով անենք։ Քանի բան։ Շատ ճիշտ է։ Այ հիմա կենտրոնացեք։ Իջեք ներքև։ Ով իջա։ Տեսեք ում մատն է ներքև։ Ում մատն է ներքևի նկարի։ Շունիկի մոտ։ Շունիկից առաջ սա շուն է երեխաներ։ Գրված է ա տառը։ Կարդան ա շուն։ Ինչ եղավ։ Կողքը ինչ է։ Նուշ է։ Անուշ։ Անուշ։ Միասին։ Անուշ։ Այ տեսեք ծուխ է։ Հələ մատը դրեք ծուխը։ Ծուխը որտեղ է։ Առաջ ան է։ Կարդում ենք։ Մի հատ բան էլ ասեմ ու լսեք ինձ, ով է խոսում։ Ատառը շատ սիրում է երկու բաներ իրար միացնել։ Ինքը կանգնում է մեջտեղում, այսինքն եթե սա դերն է, սա տունն է, ես ան եմ։ Միանում ենք իրար, դառնում ենք դեղատուն։ Ինչ եղա։ Դեղատուն։ Լավ։ Իսկ եթե սա լինի գե, սա ձին, ես միացնեմ ատառն եմ։ Միասին գետացի շատ, իսկ եթե սա լինի արևը, սա ծաղիկը, ես անեմ, արևածաղիկ, շատ ապրեք, մի հատ էլ դասերի վրա ես կարդում եմ, ուշադի, ակավա, երևան, իջանք պետք է, ճանաչում եք արդեն, աշուն, աշուն, Անուշ, անուշ, ածուխ, ածուխ, շատ ապրեք, շատ ապրեք, մի ապրեք նայեք լավ ատպագիրը, ամեծատար, ապրեք, դե հիմա փակեք ձեր գրքերը, առաջին մասնիկը, որ պիտի անեք, Լարիսա ջան, երկ կարդիկավոր մեծ մասնիկն է սա մեկ, իջնում եմ տողի վրա, թեքվում եմ, կանգնում։ Մեկ ծանոթ եմ դաս մասնիկը։ Այո։ Երկրորդը ուղիղ գիծն է։ Պետք է միացնեմ առաջին մասնիկին, իջնում եմ դանդաղ, հասնում եմ տողին, կանգեմ անում։ Երրորդը ուղիղ գծից փոքրիկ կարդիկավոր մասնիկ եմ, սա եղավ ամեծատար, ձեռագիր, ձեռագիրը որն է, որ գրում ենք ձեռքով, ինձ չնայում նայեկը, այո, մի հատ եմ գրում, ուշադրի, դուք պիտի ինձ ասեք, առաջինը ինչ անեմ, մեծ կարդիկավոր մասնիկ, կանգ, ապրեք, երկրորդը ինչ անեմ, շատ ապրեք, հավասար իջնում եմ իմ ձին, բայց շատ ապրեք, կանգ, այո, հիմա մի փոքրիկ կեռիկ ենք անում, եկեք չասենք ստոպ, ասենք կանգ, ես կանգնեցի, սա ամեծատարն եմ գրել, թե փոքրատարն Արյանան ինձ չլսեց, էլով չլսեց, ամեծատար, դե հիմա գրում եմ փոքրատարը, երեք փոքրիկ մասնիկ, գրեցի առաջինը, սա մեկ, նույնից երեք հատ, սա մեկ, սա երկու, կան, քանի մասնիկ է, քանի որ մենք քրիստոնյա ենք, սա սուրբ երրորդության հետ եմ կապում, տեսեք, ինքը նայեք, սա մեկ մասնիկ, սա երկու մասնիկ, սա երեք մասնիկ, սուրբ երրորդության ատակը չի նայում, թամարան չի նայում, էլով ինձ չի նայում, սա կարևոր բան է, նույնը նայեք փոքրատարը, սա մեկ մասնիկ, սա երկու մասնիկ, սա երեք մասնիկ, սուրբ երրորդության հետ է կապված, հիմա
Ո՞ւն ես անում։ Գալու եք մեզ հետ։ Կարիսն է գրում։ Երևի մի կես ժամից։ Հարդես բան։ Դե դու որոշի։ Ահա, հիմա նայեք, 3 մասնիկները միացնում են իրար։ Կարող է սխալ անեմ, ուշադիր եղեք երեխաներ։ Եկա, ինչ անեմ։ Կան։ Սա այստեղից ինչպես իջնեմ, հավասար։ Երորդը ինչպես իջնեմ։ Սա մեծատար է թե փոքրատար։ Դե եկեք ասենք, ամեծատար, ամեծատար, ափոքրատար, խնդրում եմ հիմա, բացեք ձեր գրատետրերը։ Ես պտտվում եմ, շատ ապրեք, ատպագի, շատ ապրես, մի ատպիս չէ, եստեղ եմ տեսնեմ, այո, շատ ապրեք, հիմա ձեր կտրում եք արձարագրի վրա։ Հայոց լեզուն ունի այբուբեն, այն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, այժմ գիրքդ բացիր ու ինձ լսիր և բոլոր տառերը սովորիր, քանի որ հենց տառերով են կազմում բառեր, անպայման կրկնիր ինձ հետ տառերը, դե ինչ, պատրաստ ես, գնացինք! Լեզվում կան տառեր, 39 ընկերներ, տառերն ունեն անուններ, դառնում են միասին բառեր։ ԱՊԿ, ԴԵՍ, ԷԸՑ, ԺԻԼ, ԽՑԿ, ՀՑՂ, ՃՄՅ, ՆՇՎ, ՉՊՃ, ՌՍՎ, ՏՐՑ, ՈՒՓՔ և վերջում և ՈՎ։ Հայոց այբենգիմը մեր լեզվիկին է, հայոց այբենգիմը մեզ համար անկին է, երկար ճանապարհ անցել, մեզ դարեր դար հասել, այն պահենք ու փայփայենք, սերունդներին փոխանցենք։ Այբուբենն է մեր հայոց, նրա տառերն են ոսկեզօծ, հնչյուններն են զանազան, ձայնավոր և ախաձայն։ ԱՊԿ, ԴԵՍ, ԷԸՑ, ԺԻԼ, ԽՑԿ, ՀՑՂ, ՃՄՅ, ՆՇՎ, ЧՊЧ, ՌՍՎ, ՏՐՑ, ՈՒՓՔ և վերջում և ՈՎ։ Հայոց այբենգիմը մեր լեզվիկին է, հայոց այբենգիմը մեզ համար անկին է, երկար ճանապարհ անցել, մեզ դարեր դար հասել, այն պահենք ու փայփայենք, սերունդներին փոխանցենք։ Այբենգիմ, դայեցար, ԵԱԾ, ԺԻԼ, ԽՑԿ, ՀՑՂ, ՃՄՅ, ՈՒՇԱՎ, ՉԱՊԵՉ, ՌՍՎ, ՏՅՈՒՐԵՑՈ, Փյուրփյուրք և մնաց, որ երգեք և ՈՎ։ Այբենգիմ, դայեցա, ԵԱԾ, ԺԻԼ, ԽՑԿ, ՀՑՂ, ՃՄՅ, ՈՒՇԱՎ, ՉԱՊԵՃ, ՌՍՎ, ՏՅՈՒՐԵՑՈ, Փյուրփյուրք և մնաց, որ երգեք և ՈՎ, և մնաց, որ երգեք և ՈՎ։ Առավոտյան արևիներ քո, արթնանում են աչիկները քո, ակաղաղն է կտուրին թռչում, ատարին է հյուր կանչում։ Ատարով ամպրոպ կա և անձրև, ատարով ասղեր կան և արև, ատարով արդուկն է տատիկի և ակնոցն է պապիկի։ Ես ատարն եմ հայկական,
հայոց տարերի արքան ես օրյուծն եմ ու արծիվ անհամար ազգեր անթիվ ես ասպետն եմ քաչարի ալիքներն եմ ծովերի ես ադառն եմ հայկական հայոց տարերի արքան Դուք գրեցիք, շատ ապրեք, ձեզ դուր եկավ? Իսկ ատարին վերաբերող ոտանավորներ գիտեք? Լավ սաջան, անի տեսնենք, բոլորը նստում են, Արիանա ջան նստում ես? Այստեղ կանգնի Արտասանի թող բոլորը լսեն։ Ես Այբուբենի առաջին տարն եմ, բոլոր տարերի առաջատարն եմ, Մեսրոպյան մտքի առաջին լույսն եմ և ձեր բոլորի առաջին դասն եմ։ Շատ ապրես, շատ ապրես։ Առաջինը անեմ ես, այլ բանանով տարն ես, ձայնավորում այսպես արատից ինձ գիտեք։ Իվեր կարամի ադուն նաշեջ ու աղեղնացի կաշան մարան, կաչ ալանիքի կաչ ազադատեր ու արգիշտի պարկ հարքայական։ Մեր ձեռքեն են աջ և ծաղ, ամեն ձեռի մի տար, ա մեծատար, ա փոքրատար, Այբուբենի առաջատար։ Արևացի արևագուլ բերել են ձեզ 1100 լավ ճանչեք մենք ատարը, նրա մեզն է մենք աշխարը։ Այբուբենում առաջատար հնչում է այս շատ երկար, այն ազորը երկեցիկ, տեսն է շկեղ գեղեցիկ։ Շատ ապրես։ Անեմ տարանում ու շատ սիրուն հնչուն, թե մեծատար, թե փոքրատար, մանուկների շատ հարմար։ Լավ, բավական է, բոլորդ էլ շատ լավ գիտեք, շատ ոտանավորներ։ Ես շնորհ։ Բայց ուզում եմ հիմա տեսնեմ, հնչում տարով, գիտեք որևէ առած ասացված, որ սկսվում է առաջին բառը այով, գիտես դու, ասա։ Ասա կոնգերով է, ասեմ դով է։ Աշխատանք, Աշխատանքս ազնվացնում է մարդուն։ շատ ապրես։ Ամեն բանի վերջն է գովելի։ Դուք գիտեք, ինչպես է առաջացել ատարը արծվի տեսքով, գիտեք։ Չգիտեք, դե լսեք, աշխարհում մի թագավորություն ապրում էր թագավորը իր ճկնաղ արքայադստեր երբ արքայադստերը մեծացավ թագավորը որոշեց ամուսնացնել իր աղջկան հրոմով տակ ուղարկեց աշխարհի բոլոր կողմերը որ բոլոր երկրների արքաները իրենց արքայազների հետ միասին գան դստերը տեսնել եկան աշխարհի բոլոր արքայազները ամեն մեկ իր հետ բերել էր թանկարժեք քարեր ոսկեղեն, կերպասներ, կերպասը կտորն է, բայց չգիտես ինչու, արքայադուստրը նայում է, ոչ մեկի չէր հավանում։ Հանկարծ ներս է մտնում մի երիտասարդ տղա, մի բան ձեռքին, նա ոչ թանկարժեք քարեր ուներ, ոչ էլ հարստություն, և ասում է, թագավորն ապրած կենա, ես շատ աղքատ մարդ եմ, բաց իմ սիրուց և այս փոքրիկ վարքից Եվ որ իմ պարտեզում է աճել, ոչինչ չունեմ տալու ձեր աղջկա։ Աղջիկը նայում, և գիտեք ինչ է ասում, հայրիկ, չգիտեմ ինչու, ես զգում եմ, որ իմ սիրտը նրան է ուզում։ Ես արքայազնին չեմ ուզում, արքան զայրանում է, ինչպես ես համարձակվում աղքատ տղային սիրել, և ուզում է պատժել տղային, ու հենց այդ պահին կտահողն է գալիս, վերցնում է արքայադստերն ու հաչում։ Եվ այսպես հասարակ տղան փրկում է աղջկան և երկար նստում է Արագաստանավն ու հասնում թագավորություն։
7 օր 7 գիշեր հասամիք են անում, աղջիկ ջան ինձ լսիկ։ Ամենակարևորը տղան և աղջիկ ամուսնանում են, իսկ բարի արծիվը իր բարի գործի համար, որ փրկել էր տղայի և աղջիկա սերը, արժանանում է ատառի տեսքը ստանալու մեծ պատվին և գալիս մտնում է մեր դասարան ու արծվի կերպարանքով ներկայանում է մեզ։ Դες դու եկավ ես։ Շատ դու եկավ։ Մենք հավատալիս որ մեզ մեծ է մաշոցի և խտում ենք անապատ պատեր մեր հայրերի եզուն, սովորել և առաջնորդվել դրանով և որպես մեզ հասած սրբություն նրանով արտասանենք արքայության խոսքեր, երդվում ենք, երդվում ենք, երդվում ենք։ Հետո շատ ու շատ առեր կգրվեն խոսքեր, սակայն չի լինի ոչ մեկ այդպես թանկ, ինչքան որ գրված այսօր անոսկե։ Ամենուսաբացը բերում է իր զանգը ու հնչում է դպրոցում այն մեջ ու պատում է սերը, կանչում է իր գիրկը, բացում է իր գիրկը այն մեկտեմ։ Ամենուսաբացը բերում է իր զանգը ու հնչում է դպրոցում այն մեջ ու պատում է սերը, կանչում է իր գիրկը, բացում է իր գիրկը այն մեկտեմ։ Դու բարի ու բանիմաց, մեր դպրոց դու սեր ես մեծ, դու դարձել ես դարբնոց, գիտության փոքուր վսեմ, դու տալիս ես լույս ու սեր, քո գրկում բարի մանկաբարձներ, մենք կգնանք, դեռ հետ կգանք, արդեն որպես հանճարներ, մենք կգնանք, դեռ հետ կգանք, արդեն որպես հանճարներ։ Ստապարապարապա, ստապարատրետո, ստապարատոմ, ստեպտապտոմ, ստեպարապարետա, ստապտարապտարատամ, ստապարատոմ, ստեպտապտոմ։ Գիտության մեր տուրն ես, կրթության կացանն ես, լուսավոր ուղին ես մեր դպրոց, դու կրկում ես որպես սնուն կրթությամբ ես ու դառնում ես մատուր լուրու ես։ Գիտության մեր տուրն ես, կրթության կացանն ես, լուսավոր ուղին ես մեր դպրոց, դու կրկում ես որպես սնուն կրթությամբ ես ու դառնում ես մատուր լուրու ես։ Դու բարի ու բանիմաց, մեր դպրոց դու սեր ես մեծ, դու դարձել ես դարբնոց, գիտության փոքուր վսեմ, դու տալիս ես լույս ու սեր, քո գրկում բարի մանկաբարձներ, մենք կգնանք, դեռ հետ կգանք, արդեն որպես հանճարներ, մենք կգնանք, դեռ հետ կգանք, արդեն որպես հանճարներ։ Ստապարապարապա, ստապարատրետո, ստապարապտոմ, ստեպտապտոմ, ստեպարապարետա, ստապտարապտարատամ, ստապարատոմ, ստեպտապտոմ։ Be
Եվ
եկել է մեստով, որ մեստով մաշտոցը մեզ պանքևել է, հայոց, Պատմեք վանքի աշխված քարեր հայր մաշտոցի կյանքի մասին ինչպես հայոց գիրնար արեց հույս պարգևեց հայոց ազգի նա ինչպես զոր գիշեր իր սարերով իշուչ դարձած մի կողմ թողած վայել կուսեր տարաբանքի ճամփով անցած Մեսրոպ աշունչ երկաթագիր հայոց տարեր դուք մեր կյանքի դուք մեր թարքի մասին սարեր ջրեր անցակ հրեր անցակ դարձակ արեր ձեզնով մենք տանք ու կմնանք դարում դարեր Այ տեսեք երեխաներ, մենք եկել ենք տարերի մեզ դիմավորեց մեր այսօրվա ատառը, միածափահարեք ատառը ես էլ եմ շատ ուրախացել, որ մեզ դիմավորեց ատառը մեծ է երեխաներ Մեր ատառը սիրում ենք շատ սիրում եք այո ես ատառը բոլորը Ես ավելի շատ ատառը նաև մեր սրտի վրա ունենք նաև այսպես հիմա բոլորը սկսի դավի բարձր Փոքրիկ կայնքում ամես տոնացու գազն էզնաստարդում ավենան իմ խաղը Ես այբուբենի առաջին տարն եմ, բոլոր տարերի առաջատարն եմ Մեսրոպյան մտքի առաջին լույսն եմ և ձեր բոլորի առաջին դասն եմ Այբուբենում առաջատար ընչում է այս շատ երկար Հանազորը երկեցիկ, տեսնաշքեղ գեղեցիկ Մեր զերկեն է նաչև սող, ամեն զերի միմի տար մեծատար, փոքրատար, այբուբենի առաջատար Առաջին եմ անեմ ես, Ալբանանով տար եմ ես, Զայնավոր եմ այսպես արարտեցին սկիտեք Ատարն եմ, այբուբենի առաջատարն եմ, արարացան եմ Արեգա, գարպյան, սա կարևի կարմեզ աշխարի սանար Անարկան եմ տարերի, արջադի եմ դասպարքի
Դանա դու ասես։ Առաջինը անեմ ես, այ բանունով տառնեմ ես, ձայնավորում այսպես արատից ինձ գիտեք։ Հաչիկ դու ասես։ Մեր ձեռքն են ոչ է, սաղ ամեն ձեռի միմիտար, այ մեծատար, ռա փոքրատար, այ գուբենի առաջատար։ Այ բուբենի, դու ասել ես, դες գուշի չէ։ Այ բուբենն եմ բացել այսօր, այ բիր ասել բարև, այ դու ասպետ ես, աբեդազար, հազարաբյա բեթիտ հայ։ Եվ ոգի քայսրտերում տեղ ունի կայում Բավերից մեզ ասել է ճշմարտությունը այս Այն ազգը որ գիր ունի Այն ազգը որ գիր ունի Անկասկածել մահ չունի Մահ չունի Մահ չունի Մահ չունի Սրբոց դարձավ մեզ համար Ձեր շնորհիվ հայոց լեզուն մնաց կայուն սար Աղգդը եզը ըթզը իլը խծը կհծը ղճամը յնը շվոչը